Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախը 2023 թվականին ոմն Նիկոլ Փաշինյան անձնավորության կառավարության օրոք վերջնականապես հայաթափվեց։ Նույն ինքը այդ ոմն Նիկոլ Փաշինյանը այսօր հանդգնում է մատ թափ տալ արցախցի կնոջը, հաթաթա տալ եւ մեղադրել բոլոր արցախցիներիս Արցախը լքելու եւ փախուստի մեջ։ Բոլոր արցախցիներիս։ Նույն արցախցի կնոջ հետ նրա դիալոգում փրփուրը բերանին նույնպես վատ տոնով եւ մատ թափ տալով հղում էր տալի նրան, որ բազմաթիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, հայրենակիցներ միլիոններ են ծախսել, որպեսզի արցախցիները մնային Արցախում։ Այո, բազմաթիվ հայ քաղաքացիներ, իսկ ինչեր են թողել Արցախում արցախցիները, քանի միլիոնի տներ են թողել, քանի տարվա նրանց պատմությունն են թողել, իրենց կյանքի պատմություններն են թողել, իրենց նախնիների գերեզմաններն են թողել, մեր պատմությունն ենք այնտեղ թողել, դուք բոլորդ, մենք բոլորս, հայերով, մեր եկեղեցիներն ենք թողել Արցախում, միլիոնները մատի փաթաթան մի սարքի Նիկոլ Փաշինյան, իսկ ինչ ես արել դու, ասում ես, որ մենք աղաղակում էինք, բարձրաձայնում էինք, որ ճանապարհը բացեք եւ բոլոր արցախցիները կարողանան գալ Հայաստան, այո, երբ ենք այդ հարցը մենք բարձրացրել եւ այդքան ժողովուրդ եւ 100 հազարավոր հայրենակիցներ ցեղասպանության վտանգի տակ էին եւ թուրքը կրակելով արդեն մտել էր Ստեփանակերտ երբ ռակետները խաղաղ բնակչության վրա էին գնում երբ մանկահասակ երեխաներ էին սովվում եւ վիրավորվում իսկ դրանից առաջ մեր հայրենակիցները ամիսներ շարունակ օրհասական վիճակում են եղել, դեղորայք չեն ունեցել ճանապարհը փակ լինելու, մոռացել ես, հիշողության թարմացում, երբ ամիսներով փակ էր Արցախի ճանապարհը, երբ բլոկադայի մեջ էին արցախցիները, երբ հացի խնդիր ունեին, երբ դեղորայքի խնդիր ունեին, այդ մարդիկ մնացել էին Արցախում, երբևէ չեն ասել ճանապարհը բացվի, որ մենք կարողանանք գնալ Հայաստանի Հանրապետություն, որևէ արցախցի չի ասել արտագաղթեմ, ասել են ճանապարհը բացեք, հաց ունենան մեր երեխաները ուտելու, ճանապարհը բացեք, դեղորայք ունենան հիվանդները բուժվելու, դրա համար ենք ասել ճանապարհը բացեք, գույները մի խառնեք, ձեր խառնված գույներին, ու Նիկոլ Փաշինյան կրկնում եմ, այնքան տխրահռչակ ես, որ զոհվածի աղջկան մեղադրում ես փախուստի մեջ։ Արցախցիները նույն 2023 թվականին, երբ որ ամիսներով սոված էին մնացել, երբ որ ամիսներով կրկնում եմ, օրհասական ժամանակներ են ապրել, էլի դիրքերում կռվել են, էլի դիրքը չեն լքել մինչև վերջին փամփուշտը, թեբա չփախչեիք, թեբա չգայիք, դե որ մեր անվտանգության երաշխավորը լինել Նիկոլ Փաշինյան անձնավորությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, նման խոսակցություններ չէր լինի, Արցախում նորից հայեր կապրեին եւ Արցախը նորից կմնար հայերի ձեռքին, չնայած որ շարունակվում է լինել հայկական, մի քանի անգամ եմ շեշտում, Արցախ, 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 Արցախ բառը, մի քանի անգամ շեշտում եմ, Արցախ, 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 Նիկոլ Փաշինյան, դու շատ պիտի լսես Արցախը։ Եվ խոսքս ավարտեմ այս ամենով, Նիկոլ Փաշինյան, մետրոներում, փողոցներում, ավտոբուսներում, մեզ տեսնելուց իրականությունը լսելուց մեր վրա գորգորալով, մատ թափ տալով, որևէ բան չի փոխվելու, չի փոխվելու այն իրականությունը, որ Արցախը հանձնել եք դուք, ձեր կառավարությունը, Արցախը հայաթափվել է ձեր կառավարած տարիներին, բազմաթիվ հազարավոր զոհեր եղել են ձեր կառավարության արդյունքում, ձեր վարած քաղաքականության արդյունքում, դուք մեղավոր եք մեր առաջ, իմ եղբայրը զոհվել է ձեր մեղավորությամբ, ձեր վարած քաղաքականության պատճառով, եւ ինչ ուզում եք արեք, ոչ բանտ նետելով նորից եմ կրկնում, ոչ փողոցում մեր վրա գորգորալով, մատ թափ տալով եւ ոչ մետրոյում արցախցի աղջկա վրա մատ թափ տալով եւ գորգորալով, ոչինչ չի փոխվելու։ Ձեզ մնում է միայն գնաք, քծնեք Ալիևին, սուջուխ ուտեք, կարկանդակ գզեք,
Ձեր մոտ ամենալավը դա է ստացվում։ Հակառակը մեզ ապացուցել դուք չեք կարող։ Շնորհակալություն, ցտեսություն։